ՀԱՊԿ պաշտպանական դաշինք է, այն ոչ մեկի համար սպառնալիք չէ եւ նպատակ չունի հակադրվելու որևէ պետության կամ կազմակերպության, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ԵԱՀԿ-ի հարթակում կազմակերպված քննարկման ժամանակ։ Մեր ռազմավարական նպատակն է ապահովել հավաքական անվտանգությունը համախմբելով ջանքերը գործընկերության համընդհանուր ճանաչված նորմերի եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, ասել է նա։ Մասադիկովը հավելել է ՀԱՊԿ-ի առօրյա գործունեության հիմնական գաղափարը համապատասխանում է ԵԱՀԿ սկզբունքներին։ Մենք առաջնահերթություն ենք տալիս անդամ պետությունների համար հավասար եւ անբաժանելի անվտանգության ապահովման սկզբունքին, յուրաքանչյուրի ազգային անվտանգությունն ամրապնդելու եւ բլոկային մտածողությունից հրաժարվելու միջոցով, ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Խաղաղությանն ուղղված Թեհրանի վերջին առաջարկը Վաշինգտոնին ներառում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, ամերիկյան ուժերի դուրսբերում Իրանին մոտ գտնվող տարածքներից եւ ամերիկա-իսրայելական պատերազմի պատճառած վնասների փոխհատուցում։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը նաեւ ցանկանում է պատժամիջոցների վերացում, սառեցված ակտիվների ապասառեցում եւ Իրանի ծովային շրջափակման դադարեցում։ Այս առաջարկը շատ չի տարբերվում նախորդ շաբաթ ներկայացված առաջարկից, որն ԱՄՆ նախագահը մերժել էր։ Իր հերթին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների խնդրանքով 2-3 օրով հետաձգում է Իրանի դեմ հարձակումը, որը նախատեսված էր մայիսի 19-ին։ Նրա խոսքով պատերազմն ավարտելու լուրջ բանակցություններ են ընթանում եւ համաձայնությունը մոտ է։ Եթե մենք կարող ենք դրան հասնել առանց նրանց ռմբակոծելու, ես շատ ուրախ կլինեմ, ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ ներկայիս դադարը շատ դրական զարգացում է։ Թրամփը միևնույն ժամանակ ընդգծել է, նախկինում էլ եղել են դեպքեր, երբ համաձայնությունը շատ մոտ է թվացել, սակայն ոչինչ չի ստացվել։ Սա մի փոքր այլ է, նշել է նա։ Այս հայտարարությունից առաջ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ հաշվի առնելով Պարսից ծոցի երկրների ղեկավարների հանդեպ իր հարգանքը, հրահանգել է չիրականացնել նախատեսված հարձակումը, սակայն պատրաստ լինել Իրանի դեմ լիակատար լայնամասշտաբ հարձակման, եթե ընդունելի համաձայնագիր ձեռք չբերվի։ Թրամփը եւս մեկ անգամ շեշտել է, համաձայնագիրը պետք է ներառի կարևոր կետ՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Իրանից արձագանքել են ԱՄՆ նախագահի հայտարարությանը, երկրի գերագույն առաջնորդի ռազմական գծով խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերջնաժամկետ է սահմանում, այնուհետև չեղարկում այն հույս ունենալով, որ կարող է իրանցիներին ստիպել հանձնվել։ Ռեզայիի խոսքով Իրանի զինված ուժերը կստիպեն հակառակորդին նահանջել։ Իր հերթին Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ղեկավարը հայտարարել է, որ իրենք ավելի ուժեղ են դարձել եւ պատրաստ են պատասխանել ցանկացած ագրեսիայի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ բանակցությունները չեն նշանակում կապիտուլյացիա։ Նրա խոսքով Թեհրանը բանակցությունների մեջ է մտնում արժանապատվությամբ, պահպանելով իրանցի ժողովրդի իրավունքները։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Կատարի վարչապետ եւ արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ-Թանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը, կողմերի միջև հրադադարի պահպանումը եւ տարածաշրջանում կայունության ապահովումը։ Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակին եւ դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությանը։ Մայիսի 18-ին Հական Ֆիդանն Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հրադադարի պահպանման ջանքերը Բեռլինում քննարկել էր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ։ Ֆիդանի խոսքով ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ գլոբալ հետևանքներ կունենա։ Միևնույն ժամանակ Բեռլինը եւ Անկարան պայմանավորվել են, որ մինչեւ հունիսի վերջը Գերմանիան իր Փեթրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը կտեղակայի Թուրքիայում։ Վադեֆուլը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտության ընթացքում Թուրքիայի ուղղությամբ մի քանի անգամ բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրանի տարածքից, որոնք բոլորը չեզոքացվել են ՆԱՏՕ-ի կողմից։ Չինաստան պաշտոնական այցից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկու երկրի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ եւ որ ռուս-չինական հարաբերությունները կայունացնող դեր են խաղում համաշխարհային ասպարեզում։ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Պեկինի հարաբերությունները հասել են իրապես աննախադեպ մակարդակի։ Կողմերը միմյանց աջակցում են երկու երկրի շահերին վերաբերող հարցերում, այդ թվում ինքնիշխանության եւ պետական միասնության պաշտպանության հարցում։ Ակտիվորեն զարգացնում են կապերը քաղաքականության, տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում, ընդլայնում են մարդասիրական փոխանակումները։ Ռուսաստանի նախագահի խոսքով հենց այս հարցերն են լինելու Պեկինում նախատեսվող բանակցությունների օրակարգում։ Պուտինը նաև բարձր է գնահատել Չինաստանի նախագահ Սի Ցինպինի տրամադրվածությունը երկարաժամկետ հեռանկարում համագործակցելու Ռուսաստանի հետ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը վաղուց գերազանցել է $200 միլիարդ։ Պուտինը նաև ողջունել է երկու երկրի միջև առանց վիզայի ռեժիմի փոխադարձ սահմանումը։ Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը
Չինաստան տեղի կունենա մայիսի 19-ից 20-ը։ Ավելի վաղ մայիսի 13-ից 15-ը պետական այցով Չինաստանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Անդրադառնալով Պուտինի այցին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ նախագահ Սի Ցինպինն իր ռուս գործընկերոջը կհորդորի վերջ դնել Ուկրաինայում պատերազմին։ Ռուսաստանը եւ Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցրել իրար։ Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 անօդաչու թռչող սարք։ Խարկովում 2 մարդ է զոհվել, Օդեսայում թիրախավորվել է նավահանգստային ենթակառուցվածքը։ Ռուսաստանն էլ հայտնել է գիշերը երկրի 18 շրջանների եւ Ղրիմի երկնքում ուկրաինական 315 ԱԹՍ խոցելու մասին։ Զանգվածային հարվածների տակ է հայտնվել Յարոսլավի մարզը։ Յարոսլավից դեպի Մոսկվա ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Մոսկվայի երկնքում եւս անօդաչուներ են խոցվել։ Էստոնիայում եւ Լատվիայում ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով օդային տագնապ է հայտարարվել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը եւ Բելարուսը հայտնել են զորավարժությունների մասին։ Բելարուսի պաշտպանության նախարարությունը մայիսի 18-ին տեղեկացրել է միջուկային զենքի մարտական կիրառման վարժանքներ սկսելու մասին ռուսաստանցի զինվորականների մասնակցությամբ։ Այնուհետև Ռուսաստանն է հայտարարել, որ մայիսի 19-ից 21-ը կանցկացնի միջուկային ուժերի նախապատրաստման եւ կիրառման պլանային զորավարժություններ, որոնց կմասնակցի ավելի քան 64000 զինծառայող։ Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման հրահանգ են ստացել։ Հատկապես մեծ վտանգ է սպառնում Լոս Անջելեսից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիմի Վելի քաղաքին։ Հրդեհն այրել է առնվազն 1 բնակելի տուն։ Վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավիացիան։ Կրակի տարածմանը նպաստում են ուժգին քամին եւ շոկ եղանակը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։